Всё, ողջույն բոլորին։ Վերջապես մենք կարողացանք կողմնորոշվել այստեղ, սկսում ենք մեր մարաթոնը։ Սկսում ենք մեր ավանդական մարաթոնը 2026-ին նվիրված եւ այսօր բավականին մարդ կա, ես շատ ուրախ եմ։ Շատ կարևոր ամեն անգամ, երբ որ ես այս մարաթոնները սկսում եմ, արդեն քանի տարի է ես անց եմ կացնում տարեվերջյան մարաթոնը, ամեն անգամ, երբ ես սկսում եմ այս մարաթոնը, միշտ ասում եմ, այս տարին շատ կարևոր է, բոլորդ եկեք։ Ուզում եմ ասեմ, որ սա այն կարևոր միջոցառումն է ինձ համար, որով ես ոչ միայն խոսում եմ գալիք տարվա վիբրացիաների մասին եւ խոսում եմ այդ տարվա վիբրացիաների մասին, այլ ավելի մեծ ռեսուրս եմ հանձնում եւ իմ կարծես տարեվերջյան հաշվետվություն ռեսուրսն է, որ ես ուզում եմ ձեզ տամ միանգամից, որ փոխվենք նոր տարի, նոր ռեսուրսներով, նոր գիտելիքներով եւ նոր վիբրացիաներով։ Դրա համար առաջ բոլոր մարաթոնների նման այս մարաթոնը եւս շատ ռեսուրսային է եւ ես շատ ձայնը բարձրացնեմ։ Հիմա լավ է լսվում ձայնը։ Եվ բոլոր մարաթոնների նման ես էլի խոսք եմ տալիս, որ այս տարին շատ խոստումնալից է եւ շատ կարեւոր է։ Հիմա ամեն դեպքում ամեն տարի ունի իր, ինչպես ասում են, հմայքը, ամեն տարի ունի իր ֆիշկան, ինչպես ասում են, թե որն է կարևոր։ Դրա համար միշտ էլ այդպես է, տարվա վերջյան մեր հանդիպումները միշտ էլ խոստումնալից են ու լիքը ռեսուրսներով լի։ Դե ինչ, սկսենք։ Ես ուզում եմ միանգամից ասել այս իմ այսօրվա աշխատանքի կարևորության մասին եւ այն յուրահատկության մասին, որի մասին ես միշտ նշում եմ, որի մասին ես միշտ ասում եմ եւ ինչպես մյուս բոլոր վերջանումները, ասենք մոլորակների հետ կապված կամ զերկալնի դատաների հետ կապված, ես վերջանում եմ յուրահատուկ ձևով։ Այս անգամվա իմ էլի վերջանումը պետք է էլի լինի շատ յուրահատուկ ձևով։ Ինչի, որովհետև մենք միշտ մոլորակային նման իրողությունները, մենք եթե գալիս եմ այս թվային ուղերձներով, մենք վերջանում ենք ըստ մոլորակային թեորիաների։ Բայց իմ մոտ մեր վերջանման ինտերպրետացիայի հմայքը նա է, որ մենք չենք առաջնորդվում այդ թեորիաներով եւ առաջնորդվում ենք զուտ թվային էներգիաներով։ Ինչ է թվային կանխատեսումը։ Հիմա ես ուզում եմ խոսել թվային կանխատեսման մասին։ Ինչ է թվային կանխատեսումը։ Ավելի ճիշտ եկեք ասեմ, ինչ է թվային կանխատեսումը, ինչ է մոլորակային կանխատեսումը։ Մոլորակային կանխատեսումը այն է, որ ցանկացած թվային պորտալ, ցանկացած ինչ-որ երևույթ, մոլորակային երևույթ, մենք վերծանում ենք մոլորակների, տեղաշարժերի, նրանց թեորիաների հիման վրա եւ նրանց վիբրացիաների հիման վրա։ Թվային էներգիաները եւս մենք վերծանում ենք նրանց վիբրացիաների հիման վրա։ Բայց այս կանխատեսումը եւ այս մշակույթը շատ լավ է աշխատել ձգան դարաշրջանում։ Ինչու եմ ասում այդպես, որովհետև վերջին ժամանակներում մեր վիբրացիաները որ բարձրացել են, որ մենք գնում ենք դեպի նոր տարածաչափություն եւ երկրի թրթիռները եւ մեր թրթիռները սինխրոնիզացվել են եւ բարձրացել են, մարդը վեր է բարձրացել արդեն այդ աստեցություններից։ Նա արդեն ավելի բարձր վիբրացիաների ազդեցության տակ նրա վրա հնարավոր է, որ այդ բոլոր մոլորակային տարերքները կամ այդ երևույթները չազդեն եւ մենք գիտենք, որ շատ մարդիկ կան, ովքեր էլի չեն առանձնապես այդպես ուժեղ ռեզոնանս չեն տալիս նման երևույթների հետ։ Սա նշանակում է, որ այդ երևույթները նրանց համար այնքան էլ ուղերձ չեն, այդպես կասեմ։ Բայց եթե կա թիվ,
Եթե ուղերձը գալիս է թվի միջոցով, ապա սա շատ կարևոր է։ Սրան պետք է անպայման մենք ուշադրություն դարձնենք, որովհետև մենք միշտ էլ խոսում ենք այդ կրկնվող թվերի, հայելային թվերի, մարդիկ երազումն թվերն են տեսնում եւ այլն։ Եկել է ժամանակը, որ մենք հասկանանք, որ բոլոր ուղերձները, մարդկանց եկող բոլոր ուղերձները այսօր ավելի շատ սկսել են թվային ձևով, թվային լեզվով։ Եվ թվերը այս ցիֆրովոյ կյանքով ենք ապրում, եւ այս թվերը մեզ շատ բան են ասում։ Սա նշանակում է, որ մենք ցույցում ենք ստանում, որ թվերի լեզուն լավ սովորենք եւ բոլոր տեսակի կանխատեսումները ավելի պրոֆեսիոնալ կերպով իրականացնենք։ Դրա համար ես ուզում եմ այսօր միայն կատարել թվային կանխատեսում եւ ելի շատ յուրահատուկ կոնցեպցիայի միջոցով, որը կոչվում է ակառան նումերոլոգիա կամ տանտրիկ նումերոլոգիա կամ յոգայի նումերոլոգիա։ Քիչ անց ես այդ նումերոլոգիայի մասին մի քիչ էլի կխոսեմ, հիմա վերադառնանք կանխատեսումներին։ Քանի որ մենք արդեն անցել ենք գնում ենք նոր չափման եւ մեր վիբրացիաները բարձր են եւ քանի որ արդեն մոլորակների կանխատեսումները մեզ վրա շատ մեծ տեղեկություն են, շատերն են դրանցով առաջնորդվում, շատերն են արդեն սպասում այդ բոլոր աստղաբանների կանխատեսումներին, բայց բոլոր աստղաբանները կատարում են ճիշտ լավ կանխատեսումներ եւ բոլորը առաջնորդվում են դրանով, իսկ ես որոշել եմ, որ պետք է անեմ միայն թվային կանխատեսում։ Իհարկե սա էլի նույն մշակույթն է, սա հենց այն մշակույթն էլի մոլորակային տարվա մեր էլի կանխատեսում է, բայց ես ուզում եմ անել հենց միայն թվային կանխատեսում։ Թվային թիվը, եթե կա թիվ, նրա հետևում կա էներգիա։ Եթե կա էներգիա, նրա հետևում կա հատկություն։ Իսկ ինչ է պետք մարդուն։ Մարդուն պետք է հենց այդ հատկությունը։ Մարդուն պետք է այդ հատկությունը, որպեսզի նա կարողանա իր մեջ ինտեգրացնել, տեղայնացնել այդ ինֆորմացիան եւ իր վրա այդ ռեզոնանս տա, ստիմուլ տա, իր կյանքին ծառայի, այդ որակը իրեն ծառայի։ Թիվը եթե կա էներգոինֆորմացիոն դաշտ, որտեղ գործում են ֆորմուլաները, եւ թիվը հենց համարվում է այդ ֆորմուլաներից մեկը։ Եթե դաշտին բնորոշ է թվային շարք, որևէ թվային շարք, ապա այդ թվերը հենց իրենցից ներկայացնում են ֆորմուլա եւ նրանք թրթռում են այդ դաշտում։ Այդ թվի վերծանումը ունի հիմնականում տարբեր պորտալներ, այսինքն վերծանման ինտերպրետացիայի տարբեր պորտալներ։ Դրա համար նրանց վերծանումը չի սահմանափակվում միայն մոլորակային թեորիաներով եւ թվային վերլուծությունը կարող է լինել տարբեր մշակույթների կողմից։ Վեդայական մշակույթը, կաբալիստական, վերին արկանների եւ այլն բոլորը ունեն թվային վերծանման մշակույթ եւ ամեն մշակույթ վերծանում է իր կոնցեպցիայից ելնելով։ Իմ կոնցեպցիան ներկայացնում է տանտրիկ նումերոլոգիան կամ յոգայի նումերոլոգիան։ Ինչու եմ ես սա համարում հմայք, որովհետև յոգայի նումերոլոգիան միակ եզակի մշակույթն է, որը բոլոր թվերը, ֆորմուլաները տանում է դեպի մարդու ներսը, մարմնի ներսը։ Իսկ այդ բոլոր ֆորմուլաները մարդու ներսում կազմում են մի ողջ տիեզերք։ Իսկ այդ ողջ տիեզերքը հենց առանձին կազմում են այդ ամբողջ տիեզերքի առանձին մարմինները եւ այն ամեն մարմինը ունի իր ֆորմուլան։ Սա նշանակում է, որ ամեն թիվ գոյություն ունի մեր ներսում, մեր տիեզերքում, մեր ամբողջականության մեջ եւ իրենից ներկայացնում է մի որոշակի հատկությունների խումբ, որոշակի հատկություններ։ Իսկ այս ինֆորմացիան, որը մենք ստանում ենք, հենց մեզ տալիս է այդ հատկության մասին, որը մեզ հուշում է, որ մենք պետք է ռեալիզացնենք այդ հատկությունը։ Այսինքն, ինչ է ուզում մեզնից այդ թիվը, ինչ է ասում մեզ այդ թիվը, ինչ պետք է մենք իմանանք, ինչպես դրսևորվենք, ինչպես օգտագործենք, ինչպես ռեալիզացնենք այդ թիվը, որը պահանջում է մեր էներգոինֆորմացիոն համակարգը եւ մեզ տալիս է որոշակի լուծումներ։
Սա հենց այնն է, որը վերաբերվում է թվային ուղերձների կանխատեսումներին։ Բոլոր պորտալները, բոլոր հայլայն թվերը, կրկնվող թվերը եւ այդ բոլոր թվային ուղերձները եւս էլի ուղերձ են թվային էներգիաների միջոցով, որը էլի մեզ տալիս է ցուցում, որպեսզի մենք գործ ունենք այդ հատկության հետ, ինչպես վերաբերվենք այդ հատկություններին։ Դրա համար շատ կարևոր է թվային առանձին վերծանումը, իսկ յոգայի նումերոլոգիան հնարավորություն է տալիս, որ այդ ամենը տեսնել մեր մարմնում եւ տեսնել, թե ինչ է պահանջվում միջին վիճակագրական մարդուց այդ թվի էներգիան, ինչ է նշանակում իր համար, ինչպես պետք է նա ռեալիզացնի, որպեսզի սինխրոնիզացվի տիեզերքի հետ։ Դրա համար էլ այսօր մենք ներկայացնում ենք յուրաքանչյուրս մեր մշակույթը։ Իմ մշակույթը այսպիսին է։ Այս մշակույթը էվոլյուցիա անցած նորարարական մեթոդոլոգիա է, որը հիերարխիկ զարգացում է ապրել եւ մինչեւ օրս էլ նա զարգանում է։ Այն գնում է նոր տարի, նոր վիբրացիաների, նոր զարգացման հետ։ Ինչու, որովհետեւ այն ժամանակ է, որ այս նումերոլոգիան գտնվում էր յոգայի մշակույթում, նրա հիմնադիր Յոգ Բհաջանը, Կունդալինի յոգայի հիմնադիրը, նա գտել է, որ սա այնպիսի գիտելիք է, այնպիսի հիերարխիկ գիտելիք է, որը պարտադիր չէ միայն յոգերը իմանան։ Այս գիտելիքը պետք է տարածվի մարդկության մեջ, որպիսի մարդիկ կարողանան առաջնորդվել այս գիտելիքով եւ իրենց կյանքում կատարեն մի կարևոր պատմական իրադարձություն, օգտագործեն այդ գիտելիքը այդ ժամանակ, որովհետեւ ջրհոսի դարաշրջանում անցում է պետք եւ մարդիկ պետք է անցում կատարեն եւ սա վիբրացիաների աճ է պահանջում, իսկ այս թվային ուղերձները եւ մարդու ներքին թվային տիեզերքը ճանաչելը, ինքնաճանաչման գնալը այս լեզվով ավելի հարմար է, ավելի արագ է եւ ավելի անվտանգ է։ Դրա համար այս գիտելիքը տարածվեց մարդկության շրջանում։ Սա այսօրվա իմ կանխատեսման համայնքներ պետք է առաջնորդվի հենց այս նումերոլոգիական կոնցեպցիայով։ Զուտ թվային վերծանում, զուտ թվային կանխատեսում կա թիվ, որի հետևում կա էներգիա, որի հետևում կան երկու բևեռներ, դրական եւ բացական բևեռներ, որովհետեւ մենք գտնվում ենք դուալնի աշխարհում, երկբևեռ աշխարհում, որտեղ կա ստվերը եւ լույսը, լավը եւ վատը, մութը եւ լույսը եւ այլն։ Այսօր մենք ապրում ենք հենց նոր ժամանակ, նոր վիբրացիաներ եւ հին կանխատեսումների մեթոդները չեն կարող adekvat կերպով ազդել, քանի որ մարդկանց թրթիվները բարձր են։ Ինչպես ասում են, նոր հավերը երկաթի ձվեր են ածում, դրա համար էլ այսօրվա կանխատեսումն էլ իմ կողմից ուրիշ կերպ է լինելու։ Դրա համար ամեն ինչ, ամեն բնակավար պետք է անպայման առաջնորդվի նորարարական մեթոդներով, նոր տեխնոլոգիաներով, պետք է նորացվի եւ հոգեբանությունը, եւ աստղագիտությունը, եւ նումերոլոգիան, եւ բոլոր ոլորտները, որոնք ծառայում են մարդուն։ Մոլորակային վիբրացիաները վերծանելիս մեր նումերոլոգիան ի նկատի ունի ոչ թե մեկ թիվ, ոչ թե մեկ կոդ, որը մենք հաշվում ենք որպես մոլորակային տարի։ Սա գլխավորն է, սա կարևորն է, բայց մի այսպիսի հետաքրքիր բան կա, երբ որ կա թվային շարք, նշանակում է այդ բոլոր թվերն էլ թրթռում են։ Այդ թվային շարքում բոլոր թվերը ունեն իրենց նշանակությունը եւ նույնիսկ այդ թվային շարքի ներսում կան կոդեր եւ այդ կոդերը շատ կարեւոր ինֆորմացիա են տալիս մեզ։ Եթե մարդու վիբրացիաները բարձր են, մոլորակների ազդեցությունը թուլանում է նրանց վրա, բայց թվի էներգիան շարունակում է գործել։ Թվի էներգիան մնում է եւ շարունակում է իրեն ինֆորմացիա տալ։ Եվ եթե կա դաշտ, Արինե ջան, կներեք, հարց կարող եմ տալ։ Չէ։ Հա, լավ։ Եթե կապված է տեխնիկականի վրա, Չէ, տեխնիկական չէ, ուղղակի ես չհասկացա մոլորակների ազդեցությունը, էլի, որն էր մոլորակի ազդեցությունը։ հիմա սլայդները որ կտնեմ, կասեք, խնդրում եմ բոլոր հարցերը հետո, օքեյ։ Հիմա, եթե կա դաշտ, եթե կա ֆորմուլա, նշանակում է կա նաև թվային փաստ,
Եվ ապա այդ շարքի ամեն մի թիվը նրանից ստացված կոդերի թրթռումն է, եւ որը մեզ փոխանցում է ինֆորմացիա։ Թրթիռ, իսկ դրանց վերծանումը արդեն պարտադիր չի, որ լինի մոլորակային, այն կարող է լինել ցանկացած նումերոլոգիական մշակույթի միջոցով, եւ ամեն թվի վերծանումը տալիս է մի նոր գիտելիք, եւ արդեն հետազոտությունները պարզել են, որ ինչպիսի մշակույթ է լինի, եթե նա կլասիկ ակունքից եկող գիտելիք է, ինչպիսի մշակույթ է լինի, նա տալիս է որոշակի ինֆորմացիա, որովհետև թվային պորտալները տարբեր են եւ մարդիկ տարբեր պորտալներից են ստանում ինֆորմացիա եւ իրենց հալյուցինացիաները տարբեր կերպ են լինում, նույն միտքը կարող է տարբեր կերպ լինել, նույն որակը կարող է ինչ-որ համահունչ ինչ-որ որակներով լինել թվի էներգիան վերծանելու վերաբերյալ, բայց հետազոտությունները պարզել են, որ նրանք ոչ մեկը չեն հակասում իրար։ Եվ ասենք մեկ թվի վերաբերյալ կամ տարբեր մշակույթների կողմից եկող ինֆորմացիաներ նրանք ավելի ամբողջացնում են նկարագրությունը։ Մարդու հոգեհետվագիտական վերծանումները դարձնում են ավելի հարուստ, ավելի պրոֆեսիոնալ։ Դրա համար թվային վերծանումը շատ հետաքրքիր է եւ ամեն մի պորտալ իր ինֆորմացիան է տալիս թվերի աշխարհից եւ այն ինչ որ մենք իմանում ենք, դա այդ գաղտնիք չէ, գաղտնիքը թիվն է եւ թվի էներգիան դեռևս շարունակում է մեզ տալ ինֆորմացիա մեր ողջ կյանքի ընթացքում եւ ամեն ժամանակ նա իր ասելիքը ասում է հենց ճիշտ ժամանակին, ճիշտ պահին։ Հակառանումերոլոգիայում այդ թվերին անվանում են մարմիններ։ Ամեն թիվ մի մարմին է եւ ամեն մի մարմին մենք դիտարկում ենք հենց մարմնի էներգիա, մասնիկ, կարծես մեր ենթամասը լինի։ Եվ նրանց վիբրացիաների վերծանումը մեզ հնարավորություն է տալիս կողմնորոշվել մեր մեջ, տեսնել այդ ամենը մեր մեջ, իսկ երբ որ մենք ռեալիզացնում ենք լավագույն կերպով, մենք այս կերպ հասնում ենք մեր էտալոնային տարբերակին։ Հիմա եկեք մենք այս ներածությունից հետո կանք մեր թվային վերծանումներին եւ ես միացնեմ սլայդը եւ սկսենք վերծանել մոլորակային տարվա ազդեցությունները։ Սա մեր առաջի օրն է։ Առաջի օրը մենք պետք է վերծանենք վիբրացիաների էներգիաները եւ պետք է կատարենք հոգեթվագիտական վերլուծություն սրանց վերաբերյալ։ Գնացինք։ Հիմա ես կխոսեմ մոլորակների ազդեցության մասին, որը հնչեցրեցիք հարցը եւ ինչու ենք էլի մենք ասում մոլորակային տարվա վիբրացիաներ։ Ձկան դարաշրջանում այս վիբրացիաները շատ ուժեղ ազդել են եւ շատ մեծ տեղեկություն են տվել մարդկությանը եւ օգնել են մարդկանց առաջնորդվել եւ սա մոլորակային ազդեցությունը մարդու վրա ազդեցությունն է որոշակի վիբրացիաներով։ Եթե մենք ունենք մոլորակ, այդ մոլորակը ունի իր թվային էկվիվալենտը եւ այդ թվային էկվիվալենտի էներգիան էլ հենց հասնում է մարդուն, հաղորդվում է մարդուն եւ այն վիբրացիաները, որը կրում է այդ մոլորակը, այդ թիվն է կրում եւ այդ թվի վիբրացիան հենց ազդում է մարդկության վրա։ Բայց մենք արդեն ասացինք, որ թիվը բացի մոլորակային լինելու վիբրացիա կրելուց ունի նաև այլ պորտալներ, որոնք էլի ունեն հսկայական ինֆորմացիա, որոնք տարբեր մշակույթների կերպով մեզ են տրամադրվում։ Հիմա տեսնենք ինչ է նշանակում, ինչ է այս վիբրացիաները, ինչպես են մեր վրա կարողանում ազդել։ Խնդրում եմ միկրոֆոնները անջատել, մի վայրկյան։ Հիմա նայեք, 2026 թվական։ Ես ասացի, որ գոյություն ունի թվային շարք։ Ակառոնումերոլոգիան այս թիվը չի ընտրում որպես միայն կոդ
մոլորակային տարվա վիբրացիան ունի մեկ վիբրացիա եւ մենք վերցանում ենք այդ վիբրացիան։ Նա շատ կարեւոր է եւ մենք արդեն եկել ենք, հասել ենք, որ մի րոպե կներեք։ Այս սրա համար էի ուզում, որ Եվ եթե մենք ունենք թվային շարք, ապա այս թվային շարքում գոյություն ունեն տարբեր կոդեր։ Այսօր մենք գտնում ենք, որ տարվա վիբրացիան համարվում է մեկը եւ այսպես որ կանչում եմ, արդեն ընդհատվում է։ Տարվա վիբրացիան համարվում է մեկը եւ եթե մենք տեսնում եք դուք էկրանը, սլայդը տեսնում եք։ Այո, տեսնում ենք։ Շատ լավ։ Հիմա իսկ մեր նումերոլոգիան վերցնում է այս ամենը որպես թվային շարք, որպես թվային կոդեր։ Սա է հենց այս մշակույթը, որը ես պետք է այսօր ներկայացնեմ եւ ձեզ մոտ ձեզ համար մի նոր հետաքրքիր կանխատեսում պատրաստեմ։ Մի վարքան եղեք։ Այս բոլոր թվերը, որ մենք տեսնում ենք, նրանք ունեն եւ կոդ եւ իրենց անվանումները։ Սրանց մասին ես հիմա առանձին պետք է խոսեմ եւ խոսեմ այն մասին, թե ինչ է սպասվում 26 թվականին։ Խնդրում եմ միկրոֆոններն անջատեք։ Եկեք ես մի հետաքրքիր պատմական ակնարկ ներկայացնեմ ձեզ կապված այս թվերի էվոլյուցիայի հետ, թե ինչպես ենք մենք մեկնաբանել, ինչպես է ընթացել այս թվերի էվոլյուցիան իրենց թրթիռների տեսանկյունից։ Ես պետք է հիմա խոսեմ հազարամյակների թվերի կոդավորումների մասին։ Ինչու, որովհետև մենք բոլորս ականատեսնենք նոր հազարամյակի եւ մեկ հազարամյակից մենք տեղափոխել ենք երկրորդ հազարամյակը։ Սա մի հսկայական մեծ նշանակություն ունի թվերի շարքի հենց առաջին համարում։ Այ հենց այստեղ, եթե մենք տեսնում ենք 2, սա մի հզոր հեղաշրջիչ մոմենտ է, որ հիմա պայմանավորված է նոր ժամանակների հետ։ Դրա համար եկեք ես խոսեմ այս կոդերի մասին, կոդավորումների մասին, եւ դուք տեսնեք, թե ինչպիսի փոփոխություններ են իրականացրել այստեղ եւ ինչպես ենք մենք այդ ամենը վերցանում։ Այս կոդավորումը, թվային կոդավորումը խոսում է այն մասին, որ ամեն թիվը ներկայացնում է տվյալ հազարամյակի հիմնական խնդիրները։ Քաղաքակրթության ներկայացուցիչների համար այն ունի կարևոր նշանակություն, թե ինչ պետք է անեն այդ քաղաքակրթությունները որոշակի այդ կոդին համապատասխանող վիբրացիաները կրելիս կամ այդ վիբրացիաների տակ գտնվելիս։ Հիմա առաջին հազարամյակը, ինչպես տեսնում եք, մենք անցել ենք, արդեն եկել ենք երկրորդ հազարամյակին եւ մեկ թիվը որպես մեծ նշանակություն ունեցող այդ ժամանակաշրջանի համար վերածվել է 2-ի։ Ինչ է սա նշանակում։ Եկեք խոսենք առաջին հազարամյակի մասին։ Սա կարմիր մրցակցության անհատական սեփականության թշնամության, բևեռային գնահատումների, բաժանման, տիրելու, իշխելու, խաբեության, խլելու եւ սեփական շահի ձգտման հիմնականում կարևոր ժամանակն է եղել, որտեղ եղել է
այնպիսի սահմանափակ ժամանակաշրջան, որտեղ մարդկանց հոգևոր զարգացումը հատուկ է եղել շատ քչերին։ Եվ այս ամենը այն է, ինչը արդեն հետևում է, անցել է։ Այն այլևս չկա եւ չի գործում։ Եվ եթե հիմա այս որակները գործում են, նշանակում է սա անցյալի մնացորդ է եւ այն արդեն եղել է այն ժամանակ, երբ որ տեղի եղել է ավտորիտար ռեժիմ եւ այս ավտորիտար ռեժիմը կամաց հետ է գնում եւ մարդը անցնում է դեպի հոգեվոր զարգացման, որտեղ արդեն թրթիռների բարձրացումը մեծացնում է մարդու սիրո քանակը, սերը։ Եվ այստեղ այս հազարամյակում մարդիկ չեն ունեցել այնքան գիտելիք, չեն ունեցել այնքան թրթիռներ եւ նրանք միայն առաջնորդվել են իրենց կաղապարված տեսություններով եւ ավելի սահմանափակ գիտելիքներով եւ տարվա հազարամյակի տենդենսը եղել է ուզում եմ հավատալ։ Երկրորդ հազարամյակում տենդենսը փոխվում է, որովհետեւ երկրորդ հազարամյակը դա արդեն մարդկանց ստիպել է հավատքից անցնել իմանալուն։ Ինչու՞, որովհետև մարդիկ արդեն ինֆորմացիան է շատանում, արդեն կամաց երկրի թրթիռները հենց սկզբից արդեն այն պահից, երբ որ սկսել են կամաց բարձրանալ, մարդկանց մոտ արդեն այդ տենդենսը նկատվել է։ Եվ եթե մինչև այդ մարդիկ հանգիստ նստել են, ընդունել են ընդունված ճիշտը եւ ուզեցել են հավատալ, որպեսզի իրենց սահմանափակ զոհի վիճակում գոյատևեն, այս երկրորդ հազարամյակում արդեն դարել է ուրիշ եւ եկել են շատ խնդիրներ, շատ կատաստրոֆիկ երևույթներ, որոնք մարդկանց ստիպել են, որպեսզի վերանայեն ամեն ինչ, որպեսզի կարողանան ընկնեն հատակ եւ միանգամից փոխեն իրենց արժեքները կյանքի հանդեպ եւ ինչպես ասում են զարթնել։ Երկրորդ հազարամյակը դա դիվանագիտության, դիպլոմատիկայի, կայուն մոլեկուլյար կառույցների, կապույտ օվկիանոսների ռազմավարության, համագործակցության, ընդհանուր հետաքրքրությունների, ինտեգրալ կեցության, միավորված ընդհանուր արժեքների դարաշրջան է։ Այստեղ ընդհանուրի հասկացությունը առաջնորդվում է սիրո էներգիաներով, սիրո էներգիաների գեներացմամբ։ Սա այն էներգիան է, որը մարդուն տալիս է արդեն ամբողջի մի մասնիկը լինելու գաղափարը եւ կարեւոր մասնիկ լինելու, կարեւոր փազլ լինելու գաղափարը։ Եվ սա այն էներգիան է, որը արդեն եկել է եւ տիրում է։ Ովքեր դեռ չեն գտնվում այս վիբրացիայի տակ, նրանք լռվել են։ Այստեղից է սկսվում հենց ողջ խնդիրը եւ գլոբալ գաղափարն է սա։ Տենդենսն է ուզում եմ ամեն ինչ իմանալ։ Եվ այստեղ արդեն գիտելիքն է զարթնում։ Զարթնում է այն գիտելիքը, որը ոչ թե եղել է արդեն նախորդ տենդենսների հիման վրա, ոչ թե նա սոցիումի շաբլոնները, մեր համոզմունքներից եկող բոլոր տենդենսները, զոհի կարգավիճակում գտնվելու, գոյատևման վիճակում գտնվելու տենդենսն է, այլ նորը կառուցելը, հինը փլուզելը եւ նորը կառուցումը։ Դրա համար էլ այս նոր սերունդը կողմնորոշված է հենց միասնականության եւ համագործակցության պարտնյոր փոխհարաբերությունների վրա, եւ սա նոր միասնություն է, եւ սա արդեն փլուզում է բոլոր տեսակի էգրեգորները։ Նոր սերնդի մասին էլի կարելի է երկար խոսել, միայն խոսքով արդեն այս անցումը տեղի ունի, պետք է ասել, որ այս անցումը վերարտադրելով արդեն մենք էլ ենք զգում այդ ամենը, մենք էլ ենք այդ տենդենսը տեսնում եւ փաստորեն այս process-ը տեղի ունեցել վաղուց եւ տեղի ունեցել հենց նոր թարմացումներ եւ շատ նոր թրթիռներ այլևս չեն համապատասխանում նոր մատրիցային եւ դրա համար շատերը կլռվեն եւ շատերը կարող են դեռևս գնալ հերոսի ճանապարհով եւ
շատերը կանցնեն առաջ եւ մենք ուրիշ արդեն ելք չունենք, պետք է անպայման անցնենք, որովհետև ժամանակը եկել է, որ մենք իմանանք, որ նոր թրթիռները, նորացումը արդեն տարի հրամայականն է։ Մրցակցության պարադիգմային փոխարինում է համագործակցությունը, սերը, ներդաշնակությունը, դիվանագիտական փոխհարաբերությունները։ Մեծ փոփոխություններ է կրում արդեն նաև մեր մարմինը եւ հատկապես փոխվում է ողնաշարի ստրուկտուրան եւ այս երեխաները արդեն ծնվում են այլ ստրուկտուրայով, նոր ստրուկտուրաներով եւ այստեղ նրանք ավելի առողջ են ծնվում եւ ավելի հարմար են լինում։ Նրանք այն երեխաներն են, որոնք արդեն նոր դարաշրջանի երեխաներ են եւ այստեղ հին մեթոդներով էլ նրանց վերաբերվելը արդեն նրանց համար կլինի ուղղակի շատ կատաստրոֆիկ։ Եվ ամեն ինչ արդեն վերակառուցում է պահանջում։ Իսկ հիմա եկեք խոսենք այն կոդերի մասին, որը մենք նշել ենք, թե ինչ է տարվա մոլորակային տարին եւ ինչ է անհատական մոլորակային տարին։ Նախ ասեմ, որ էլի տենդենսներից ես պատմական ակնարկը վերջացնեմ նոր, ուզում եմ ես մեկ պատմական ակնարկ կատարեմ 2000-ից սկսած այս երկրորդ հազարամյակը սկսելու կողմից եւ մի քիչ ձեզ հիշեցնեմ, թե ինչ է կատարվել այդ ընթացքում, հա։ Ամեն տարի խորհուրդ է տրվել, որ մենք կենտրոնանանք մեր վիբրացիաների վրա եւ ամեն տարվա վիբրացիան ունեցել է իր տենդենսը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է, ինչ տենդենսներով է առաջնորդվել 2000 թվականից սկսած, երբ մենք արդեն թևակողել ենք նոր ժամանակաշրջան եւ զոհի վիճակը սկսել է կամաց-կամաց զիջել իր տեղը։ 2000 թվականից եկեք սկսենք։ Այստեղից սկսած մեր ամեն տարին ունի իր տարբեր շեշտադրումը, որի իմացությունը շատ կարևոր ինսայթ է եղել այս ժամանակաշրջանում ապրող մարդկության համար։ Եվ որպեսզի մենք իմանանք այս տարվա ինսայթը, եկեք մի հատ պատմական ակնարկով անցնենք, տեսնենք ինչ ինսայթներ են ունեցել մեր նախորդ տարիներին, սկսած 2000-ականից։ 2000-ից սկսած մարդը շեշտվում է արդեն իր ընտրության իրավունքի վրա եւ ճիշտ ընտրության վրա եւ ամեն նա ընտրում է նրա համար եկել է հիմնական ինսայթը եկել է ամեն ինչ կամ ոչինչ ընտրությունից, որովհետև զրոների շարքը միշտ մարդուն տվել է ընտրության, կանգնեցրել է ընտրության առաջ, այս ընտրության առաջ կանգնելը շատ նույնիսկ եւ եղել է շատ հռչակավոր եւ եղել է նույնիսկ վտանգավոր։ Ինչի, որովհետև մարդը կանգնում է երկու բևեռում, ամեն ինչ կամ ոչինչ, զարգացում կամ կործանում, ինչպես ասում են, ոչինչ զրոն է եւ ամեն ինչը նրա կողքին ընկած թիվն է, որը ամեն տարի տանում է դեպի առաջ։ Եվ երկուսը դա մինչև օրս ակտիվացված նեգատիվ միտքն է։ Երկու թիվը թվով այս շրջանից նոր հազարամյակում եղել է միայն երկուս եւ ընտրություն, որը հիմնականում եղել է նեգատիվ միտքը, որտեղ մարդիկ կանգնել են այն ընտրության առաջ, թե ինչպես պետք է գործեն եւ մնացել են այդ ընտրության մեջ։ Շատերը լռվել են այս ընտրության ընթացքում, որովհետեւ չեն կարողացել գտնել միջինը ռիսկերի եւ հնարավորությունների միջև եւ նրանք, քանի դեռ ունեցել են նեգատիվ միտք, միշտ եղել են վախի ազդեցության տակ։ Սա ռիսկերի եւ հնարավորությունների վերաբերյալ առանձնահատուկ վերաբերմունքն է։ Սա երկար ժամանակ շարունակվել է մինչև 11 թվականը։ 11 թվականից այն ուժգնանում է եւ մարդուն տալիս է արդեն ինտեգրացված որակներ եւ
այս տենդենսը գնում է դեպի սեփական նախաձեռնությունը ստեղծելը, առաջինը լինելը, առաջ գնալը։ Իսկ 2020-ից արդեն սկսվում է վտանգների հանդեպ մեծ պատասխանատվությունը։ 2022 թվականը հանվանել են երկուսների շքերթ, որը արդեն կարծես ստիպել է մարդկանց ռիսկերի եւ նեգատիվ մտքերի մեջ ամենամեծ կուլմինացիայի մեջ լինել եւ ապրել միշտ վախի, անհանգստության, ընտրության վրա եւ միշտ հաղթել է նեգատիվ միտքը, մեծապես հաղթել է նեգատիվ միտքը։ Եթե մենք վերլուծենք, թե ինչպես ենք ապրել, ինչ են կատարվել, մենք անպայման կարձանագրենք այս փաստը։ Միայն 2023-ից արդեն այստեղ տիեզերքը մեզ մի փոքր լույսի կոմպլիմենտ է արել։ Եվ դրանից հետո եկել է 2023-ը հենց սովորելու եւ սովորեցնելու համար ստեղծել է մեծ հնարավորություն եւ սեփական մարմինը առաջ տանելը, նրա ձայնը լսելը, նրան տեսնելը եւ նրա հետ կապ ստեղծելը եղել է մարդկանց ամենալավ ռեսուրսը, որը հնարավորություն է տվել մարդկությանը իլյուզիաներից ազատվի։ Եվ հիշեք, որ մենք չունենք մեկ մարմին, մենք ունենք 10 մարմին, որը մեր մեջ է։ Այս 10 մարմինները մարդուն օգնել են դրսևորվելու։ 2024-ը ստաբիլություն է բերել, խոսքի ուժի ռեսուրս հաղորդել։ 2024-ին կրիզիսները չեն եղել այդքան, ինչքան որ այն ավելի շատացել է 2025-ին։ Ընդհակառակը ստաբիլ է եղել ամեն ինչ։ Կարծես հունի մեջ են մտել։ Այս տարի շատ մեծ զարթոնք եղավ։ 2025-ին շատ մեծ զարթոնք եղավ եւ աստվածայինի հետ կապը ավելի ուժեղացավ։ Նաև մենք ունեցանք մեր գիտեցածի, մեր ստեղծածի բերկահավաքի տարի։ 2025-ը արդեն ամենը օգտագործելու, վարպետացնելու, իմաստնություն տալու տարի է եւ այն տարվա վերջին փուլն էր։ Տարվա այն ցիկլի վերջին ավարտն էր, որը ամեն ինչ պետք է ավարտին դնել եւ նոր տարվա ցիկլին պատրաստվելու մարդուն նոր իմաստ տվեց։ Պատմական ակնարկս ուզում եմ ավարտել 2025-ով եւ ապա անցնենք 2026-ին։ 2025-ին մենք ինքնադրսևորման միջոցով գնում ենք դեպի խոսքի ուժգնությանը։ Այս մասին ես քիչ անց կխոսեմ։ 2026-ը 2026-ը այն տարին է, որը նաև համարվում է տարվա նոր էտապի սկիզբը, եւ քանի որ 2025-ը վերջին ավարտական էտապն է, ապա այս տարին մեծ բան է նշանակում եւ ընդհանրապես էտապայնության մեջ շատ կարևոր են վերջին եւ առաջին էտապները, որոնցից էլ կախված է մնացած մյուս 7 էտապները։ Սա նշանակում է, որ նորին անցնելը մարդը պատրաստվել է 1 տարի, նա ամեն ինչ ավարտել է, ամեն ինչ բոլոր գեշտալտները, բոլոր կիսագործերը, բոլոր փոխհարաբերությունները, բոլոր տոքսիկ փոխհարաբերությունները, ամեն ինչ պետք է ավարտեր, որպեսզի նոր էջ ստեղծեր։ Ճիշտ է, որպեսզի մարդը սա հասկանա, պետք է նաև այն գնա, տեղափոխվի դեպի սեփական դաշտ, որը էլի մեծ այնտեղ իմանա, թե ինչ է կոնկրետ իրենցից պահանջում։ Եվ այս մասին մենք արդեն իմանում ենք անհատական մոլորակային տարվա վիբրացիաներով, բայց իմանալով այս տարվա էտապի մասին եւ իմանալով տարվա վիբրացիաների մասին, մենք արդեն միայն այս վիբրացիայից մեծ գիտելիք ենք ձեռք բերում։ Այստեղ նաև ամեն մի անցումը լի է շատ կրիզիսներով եւ այս կրիզիսներն են էլի խոսում նորի զարգացման մասին։ Լավ նորությունը այն է, որ երկուսն էլ ուղի են
եւ երկուսն էլ հնարավոր են եւ երկուսի դեպքում էլ կարելի է գնալ կամ դեպի նորը կամ հինը բաց թողնելը։ Երկու կարևոր քայլեր։ Հինը բաց ենք թողնում եւ գնում ենք կառուցում ենք նորը։ Հնարավոր է որ մենք ավարտենք հինը եւ կառուցենք նորը։ Հնարավոր է որ մենք բաց թողնենք, քանդենք հինը եւ գնանք նորը։ Եվ դրա համար ամենահզոր ուժը մարդու ստեղծագործականությունն է, մարդու զարթոնքը, նրա ներքին ստեղծագործական պոտենցիալը բացահայտելը եւ վերհանելը։ Այն մարդիկ, ովքեր գնում են ինքնաճանաչման ճանապարհով, նրանք այս բոլորը հասկանում են շատ արագ կերպով եւ նրանց համար այս բոլոր թվերը հանդիսանում են կենսական էներգիայի աղբյուր։ Եվ այսօր այս գիտելիքը հնարավորություն կտա տարվա ընթացքում վերլուծել նախորդ տարվա բոլոր բերքահավաքը, բոլոր ռեսուրսների բերքահավաքը եւ օգտագործել։ Հիմա մենք եթե նայենք մեր կյանքը, ապա շատ օրինաչափություններ եւ կրկնվող սցենարներ կտեսնենք։ Այստեղ շատ կարեւոր է հենց այս վիբրացիաների ազդեցության մասին գիտելիքը եւ այն ավելի օգտակար դարձնել մեր կյանքի համար։ Դրա համար շատ կարեւոր է այսօր իմանալ այս երկու վիբրացիաների մասին։ Անհատական մոլորակային տարվա, լավ, եկեք խոսենք մոլորակային տարվա մասին։ Ինչ է իրենից ներկայացնում մոլորակային տարին։ Մոլորակային տարին դա մոլորակի ազդեցությունն է, տիեզերքի ազդեցությունն է մոլորակի մասշտաբով, համաշխարհային մասշտաբով։ Ընդհանուր տենդենսներ են, ազդեցություններ են հենց մոլորակների վիբրացիաների հիման վրա։ Այստեղ կարող է այդ ազդեցությունները լինել եւ կործանարար եւ զարգացող։ Դրա համար երբ մենք այս վիբրացիաներն ենք հաշվի առնում որպես ընդհանուր համաշխարհային ազդեցություն, ապա սրա մեջ են մտնում բնական աղետները, համաշխարհային հարաբերությունները, պատերազմները, քաղաքական տարաձայնությունները, խաղաղության պահպանումը, ազդեցությունը ամբողջ մոլորակի վրա։ Սրա էներգիան ամեն մեկի համար եւս ազդում է, իր ազդեցությունը ունի, բայց նա այնքան ուժեղ չի ազդում մարդկանց վրա, ինչքան որ ազդում է անհատական մոլորակային տարին, որովհետև այն բեկվում է հենց անձամբ մեր վրա, իսկ երկրի վիբրացիաները բաշխվում են կարծես, ինչպես ասում են, համային մարդկության վրա։ Եթե մենք անդրադառնանք սրանց, մենք կտեսնենք, որ էլի ամեն դեպքում ամեն մեծ խնդիրը մարդու վրա է։ Եվ վերջապես ինչ էլ կատարվի երկրում, ամենքը ապրում է հենց իր կյանքը եւ իր տարածքում, իրենց ծրագրով։ Եվ եթե մարդը հետևի այս երկու վիբրացիաներին այս պահին, ապա իր սեփական ծրագիրը ինքը կարող է լավագույն կերպով իրագործել։ Սրանով նա կարող է փոխել իր կյանքը եւ իր տարածքն էլ եւս կփոխվի։ Դրա համար էլ ինչքան էլ վատ կանխատեսումներ լսենք, իսկ ես չեմ սիրում այդ վատ կանխատեսումները, որովհետեւ կանխատեսումը ոչ լավն է, ոչ վատն է։ Կանխատեսումը հենց իմ հասկանալով դա թվի էներգիան է, որը ունի երկու բևեռ։ Եթե այսպես չլինենք, մենք կլինենք այսպես։ Եթե մենք ճիշտ օգտագործենք, ռեալիզացնենք, մենք զերծ կմնանք դրա բացասական սֆերային վիճակից։ Դրա համար պետք է իմանանք, որ տիեզերքը էլի հույսը դնում է մարդու վրա։ Եվ տիեզերքը իր աստվածային ծրագիրը միշտ էլ իրականացնում է, տիեզերի աստվածային ծրագիրը միշտ էլ իրականացնողը մարդն է։ Մարդը ունի ազատ հոգու իրավունք գնալով իր ծրագրով եւ ընտրություն կատարի, ստեղծել իր ճակատագիրը, իր իրականությունը, իր համապատասխան վիբրացիաների ձևով։ Հիմա ինչ է ստացվում, ինչ է տեղի ունենում, երբ մենք խոսում ենք անհատական մոլորակային վիբրացիաների մասին։ Այստեղ մենք պետք է խոսենք այն տենդենսների մասին, որը մեզ հնարավորություն է տալիս իմանալ, թե կոնկրետ մարդու համար ինչ կարևոր նշանակություն ունի այս տարվա էներգիան։ Հիմա այս տարվա էներգիան, իսկ անհատական տարվա մասին մենք խոսենք։ Հիմա եկեք
թվային վերլուծությունը կատարենք այս տարվա վերաբերյալ եւ տեսնենք, թե ինչ է խոստանում մեզ 2026 թվականը։ 2026 թվականը շատ փորձագետներ նշում են, որ այն ճակատագրական է եւ նշում են այն մասին, որ 2020 թվականին եթե մարդը շատ փոփոխություններ է ունեցել։ 2025 թվականը եղել է փոփոխությունների տարի, անընդհատ փոփոխություններ, շատ ակտիվ տարի է եղել, որովհետև այնտեղ 5-ի ռեսուրսը եւ ավարտման փուլը շատ կարեւոր նշանակություն է ունեցել այդ տարվա համար, որովհետև անընդհատ տեղի ունեցել փոփոխություններ։ Եթե մենք ուշադիր լինենք, ապա այստեղ մենք այստեղ պետք է հասկանանք, որ եթե մենք կատարել ենք այն ժամանակ անընդհատ փոփոխություններ, որպեսզի ստանանք նոր արժեք, ապա այստեղ մենք պետք է նույն բանը կատարանք եւ ելի ստանանք նոր արժեք, որովհետեւ այստեղ արդեն լրիվ ուրիշ մակարդակ է, որովհետև այստեղ 8-ի էներգիան է գործում որպես ռեսուրս։ Այն ժամանակ 7-ի էներգիան էր գործել որպես ռեսուրս եւ մենք շատ ենք փորփրել, շատ ենք իմացել, շատ ենք ձեռք բերել, գիտելիք, այսպես որոնումներ, հա, պոիսկի մեջ են եղել։ Հիմա մենք պետք է անենք շատ սովորական գործեր եւ ելի ստանանք նոր արդյունքներ, ինչի, որովհետեւ այստեղ որոշողը ոչ թե մեր որոնումներն է, այլ էներգիան է։ Այդ մասին ես հիմա ավելի մանրամասն կխոսեմ։ Հիմա եկեք տեսնենք, թե ինչ է կատարվում։ Եկեք խոսենք այս տարվա կարևոր կոդի մասին։ Ըստ մոլորակային կոդի, տարվա մոլորակային կոդը դա 1-ն է։ Բայց ակառանումերոլոգիան 1-ը, եթե լինում է 10-ի ելքով, հապա այստեղ ամբողջ ծանրությունը դնում է նրա նախորդ թվի վրա, եւ եթե 1-ը լինում է 10-ի ելքով, հապա այստեղ շատ կարևոր նշանակություն ունի հենց 10 թիվը։ Այստեղ ձեր համար ունի շատ կարևոր, եկեք ես մյուսներին ընդունեմ։ Այսպես է, որ ժամանակին չեն գալիս, ես չեմ կարողանում ընդունել։ Ահա, հիմա եկեք տեսնենք ինչ է կատարվում։ Երեխեք արդեն չեմ կարում ձեզ ընդունեմ։ Ահա, հիմա եկեք կատարենք մեր վերծանումները կապված հենց կոդերի հետ։ Ինչ է ստացվում, մենք ինչ ենք տեսնում այստեղ։ 2026-ի գումարը հանում է 10, իսկ 10-ը որպես մոլորակային տարվա կոդ համարվում է 1-ը։ Սա խոսում է հենց ցիկլի սկզբի մասին։ Սա ազդարարում է նորի մասին։ Սա ազդարարում է նորի սկիզբը։ 2026 թվականը մի առանձին էպոխա է, առանձին տարաշրջան է, որտեղ նոր աստղեր են փայլում, նոր, ամեն ինչ նոր, սկիզբ, ամեն ինչի սկիզբ։ Իսկ ինչ է նշանակում 10-ը, արդեն ամեն ինչ դնում է իր տեղը, եթե մենք խոսենք 10-ի մասին, ամեն ինչ դնում է իր տեղը։ Այստեղ մարդը փայլում է, մարդը շողում է, 10-ը կոչվում է արքայավայել ազնվականություն, որը խոսում է մարդու հնարավորությունների մասին։ Այս թիվը խոսում է այն մասին, որ այս թվի էներգիան մեզ հաղորդում է խիզախություն, այս թվի էներգիան մեզ հաղորդում է թագավորական ազնվականություն, հաղորդում է անվախություն։ Եվ եթե մենք ունենք 10 եւ 1, ապա սա պետք է հասկանանք ոչ միայն նորի սկիզբ,
այլ խիզախորեն ճանապարհ դեպի նորը, անվախ կերպով գործել դեպի նորը։ Սա փայլ է, եւ եթե մենք ունենք նույնիսկ 10 կրող մարդ, 10-ին ծնված կամ նրա քարտոն որևէ մի դիրքում 10 ունեցող մարդ, հապա այս մարդը առանձնանում է իր խարիզմայով։ Այսինքն 10 դիեզերքը այս տարի մեզ օժտում է խարիզմայով։ Այսինքն նա գործում է մեզ, ցուցում է մեզ, որ գործենք եւ նորը ստեղծելիս չվախենանք նոր քայլեր կատարել եւ խիզախորեն գնանք դեպի նորը։ Սա նաև մեզ տանում է դեպի, ինչպես ասում ենք, նոր աստղեր են փայլում։ Այդ նոր աստղերը դա մեր նոր որակների արտնացումն է, նոր նեյրոնային հանգույցների արտնացումն է, նոր պրոդուկտների ստեղծումն է, եւ սրա վերաբերյալ մենք ունենք մի հետաքրքիր բան։ Այս տարի մարդկանց մոտ կգան նոր մտահղացումներ, նոր ինսայթներ։ Նրանք կանեն այնպիսի մի բան, որը նույնիսկ չէին էլ մտածել, թե ինչպես եղավ, որ արեցին։ Նրանք կստեղծեն այնպիսի մի պրոդուկտ, որը չէին էլ պատկերացնի, թե որ իրենք կարող էին դա անել։ Եվ որ կարևորն է, այս տարվա ռեսուրսը 8-ն է, ֆինանսական կոդն է, այդ պրոդուկտը կտա մարդուն այնպիսի ռեսուրս, այսինքն նա կստեղծի այնպիսի պրոդուկտ, որը կարող է վաճառել եւ դրանով փող վաստակել։ Այսինքն փողի եւ նոր պրոդուկտներ ստեղծելու համար շատ օպտիմալ ժամանակաշրջան է այս մի տարվա ընթացքում կարող եք ձեր ստեղծագործական ակտիվությունը գործի դնել եւ քաջությամբ ստեղծել նոր պրոդուկտներ, ձեր ինչ էլ անեք, այս ուզում եմ ձեզ հավատացնել, ինչ անեք, դուք կարող եք դա օգտագործել, ինչ սովորեք, ինչ մասնագիտություն սովորեք, դուք կարող եք դրանով մանիտիզիրovat անել ձեզ, օգտագործել եւ դրանով գումար վաստակել։ Շատ լավ ժամանակաշրջան է, եթե դուք կարողանաք օգտագործել եւ ձեր ռեսուրսները, եւ տարվա ռեսուրսները։ 2026-ին կարող է շատ հարցեր առաջանալ, խնդիրներ առաջանալ, տեղափոխվելու, մասնագիտություն փոխելու, փոխհարաբերությունները փոխելու, մեծ հաջողություններ ունենալու ֆինանսական դաշտում եւ ինչ քայլ անեք, ողջունվում է։ Ինչ մտադրություն ստեղծեք, դեկլարացիա արեք եւ գործեք։ Եվ հատկապես ֆինանսական ոլորտում խրախուսվում է, այդ մասին ես քիչ անց կխոսեմ, եւ փորձեք նոր կերպ ապրել, փորձեք լրիվ ուրիշ լեվելի վրա ապրել եւ տեսեք, որ այդ ժամանակ ձեր բոլորի մատրիցաները կպարեն ուղակի ձեզ հետ։ Դուրս եկեք նոր հարթություն եւ կարողացեք կողքից նայել ամեն ինչ, կարողացեք դիտորդ լինել, ոչ թե էմոցիաներով տարվել, ոչ թե խճճվել օրվա հոգսերի մեջ, այլ կողքից նայել եւ հետևել ձեր վիճակին։ Վիճակի մասին ես անպայման կխոսեմ, որովհետեւ դա շատ կարեւոր է այդ մասին խոսելը։ Ես ուզում եմ զուգահեռ տանենք 2025-ի հետ, որի ժամանակ 9-ներ տարվա ցիկլը եւ որը գնում է դեպի առաջին ցիկլ։ Այս մասին արդեն ես հենց սկզբում խոսեցի, պատմական ակնարկի ժամանակ խոսեցի, ուղղակի ես ուզում եմ մի բան ավելացնել այստեղ։ Ցանկացած ցիկլ, երբ որ գնում է նոր ցիկլի, մոլորակային տարվա ցիկլը, գնում է նոր ցիկլի, ասում են, որ եթե մարդու համար դա նայած ինչպիսին է մարդու համար, ասենք իր ծննդյան օրից առաջվա 3 ամսվա մեջ է լինում, թե հետո է լինում, ես այդ մասին հետո կխոսեմ անհատականի ժամանակ, այսօր դրա մասին հարցեր չտակ, երբ մենք անցում ենք կատարում, նոր էտապ ենք գնում, ապա ունենք ժամանակ մոտ 3 ամիս,
որպեսզի հասցնենք արագ կերպով ավարտել ամենը եւ սկսենք նորից։ Այսինքն մենք պետք է միաժամանակ ավարտենք եւ այս ընթացքում ոչնչից չվախենանք։ Ոչ մի բանից չվախենանք, ուղղակի գործենք եւ ժամանակը եւ աշխարհը եւ կյանքը կգործի մեր օգտին։ Ունիվերսալ էներգիա է, շատ ունիվերսալ էներգիա է տարվա թիվը, այս էներգիան, նա գործում է բոլոր մարդկանց մոտ միաժամանակ եւ որոշվում է հենց այդ թվի էներգիայով։ Հիմա եթե մենք ունենք մեկ, բոլորս ենք լիդերությունը ներս տանելու։ Մենք բոլորս իսկական ժամանակն է, որ իրագործենք տարվա ամենակարևոր տենդենսը, որ լիդերներ չկան լիդերներ։ Մենք ենք մեր լիդերը եւ այս этаպը ամենաիդեալական этаպն է, երբ որ մենք ներշնչենք մեզ, այդ լիդերությունը տանենք ներս։ Եվ այստեղ մենք կկատարենք նոր գործողություններ, կստանանք նոր արդյունքներ։ Եւ այստեղ մենք կարող ենք ադապտացվել մեր բոլոր ոլորտներում եւ շատ կարևոր է, որ դու իմանաս, թե այս этаպում դու որտեղ ես դու, հետևեք, թե որտեղ եք դու եւ իմանաք, թե ուր եք գնում, որ մոմենտից եք գնում, որ մասից եք գնում եւ արագ քեզ դուրս բերել մինուսից։ Այստեղ շատ է օգնում անհատական մոլորակային տարվա վիբրացիաները, բայց պետք է նշեմ, որ այստեղ էլ կարելի ռիսկեր կապված 10-ի եւ 1-ի հետ, հա, երբ որ մարդը չի ուզում իր արարքների համար պատասխանատվություն կրել, նա ոչ միայն օգուտ չի քաղի այդ մեկից, այլ ուղղակի նա կդառնա բեսխարակտերնի մարդ եւ չի կարող գործել։ Դրա համար, երբ մենք ասում ենք խիզախության մասին, դեկլարացիայի եւ գործելու մասին, դրա կողքին պետք է անպայման լինի պատասխանատվությունը եւ մեկի կողքի 0-ն պետք է ձեզ տա ընտրություն պատասխանատվությունը ձեր արածի հանդեպ, բայց անվախ գործել, երբեք չվախենալ։ Դեկտեմբերի 25-ին հենց ավարտն է, ցիկլը գնում է, միանգամից ավարտվում է, գնում է առաջին, հենց 25-ից է սկսում ցիկլը, խիսկ անհրաժեշտ է, որպեսզի փակեք այդ ամենը եւ դուք ձեզ հարցեր տաք, ինչը պետք է ավարտեմ, ինչն եմ կիսատ թողել, ում հետ եմ կիսատ թողել, որտեղ եմ լռվել մնացել, ինչը չեմ արել, ինչն է ինձ անհանգստացնում եւ չեմ կարողանում ավարտել։ Եվ այս բոլորը դուք ձեզ հարց տվեք եւ ասեք. հիմա ինչ եմ անում ես սրա հետ, ավարտում եմ, թե բաց եմ թողնում։ Այդ բաց թողնելը շատ կարևոր է, եթե դուք չեք ուզում ավարտել։ Նշանակում է դա ձեզ չի ծառայում, նշանակում է դա ձեզ չի էլ ծառայի։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև, որ ազատվել են ամենից, ինչը արդեն ձեզ մոտ ավարտել է։ Երբ որ դուք մտածում եք, որ ինչ-որ մի բան մնացել է, լռվել է, մի հատ այդ բանը մտածեք, այդ բանը ձեզ հետ, իր հետ ամեն ինչ ավարտել է, թե չէ։ Անկամ եթե դա մարդկային փոխհարաբերություններին է վերաբերվում, եթե դուք ունեք տոքսիկ փոխհարաբերություններ կամ ինչ-որ կորտացած, պնդացած էներգիաներ կապված որևէ մեկի հետ, ապա ասեք, իսկ ինքը ինչ է զգում իմ հանդեպ։ Ավելի լավ չի լինի ավարտենք ամեն ինչը։ Շատ կարևոր մոմենտ է, շատ կարևոր պրակտիկա է հոգու բեկորների վերադարձումը մարդկային փոխհարաբերություններում, այդ բոլոր գեշտալտները ավարտելու, քո ուժը վերցնելու եւ ուրիշի էներգիան վերադարձնելու, նրա հոգու բեկորը վերադարձնելու մի կարևոր պրակտիկա է, որը կարող եք հենց այս этаպում կատարել, որպեսզի կարողանաք լիովին սկսել ձեր փոխհարաբերությունները մաքուր էջից։ Անցնենք առաջ։ Հիմա եկեք խոսենք տարվա ռեսուրսի մասին։ Տարվա ռեսուրսը, ինչպես ասացի, որ մենք բոլոր թվերն ենք վերցանում, տարվա ռեսուրսը 8-ն է։ Նախորդ տարում ռեսուրսը 7-ն էր։ Մի քիչ ասեցի այդ մասին։
7-ը մարդուն ստիպել է, որպեսզի նա գնա հոգևոր զարգացման, որպեսզի նա կարողանա իրեն եւ ուրիշին ոգեշնչել եւ անցնել հոգևոր զարգացման, որպեսզի նա փնտրի, գտնի, գիտելիք, կարողություն, հմտություն, որպեսզի օգնեն իրեն նոր գիտելիքներ ձեռք բերի, որպեսզի կարողանա գնա առաջ։ Այստեղ նա ազատվում է հնից, մաքրում է իր աուրան, ավարտում է ամեն ինչ եւ գնում է դեպի նոր էտապ։ Իսկ 8-ը խոսում է 8-ը մարդուն տարին պետք է ստիպի, որ մարդը կարողանա հետևել էներգիայի տարի է։ Սիրելի ընկերներ, այս տարին էներգիայի տարի է եւ սա շատ կարեւոր է, որպեսզի իմանաք 8-ը անվանում են պրանիկ մարմին։ 8-ը մեր տիեզերքում գտնվող պրանիկ մարմինն է։ Սա կոչվում է էներգետիկ մարմին եւ պրանան այն է, որի էներգիան մենք ստանում ենք շնչառության միջոցով։ Դրա համար էլ այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք շատ կարևոր 3 բան։ Առաջինը, մենք ունենք էներգիայի ռեսուրսներից օգտվելու դոստուպ, այս տարվա վիբրացիան մեզ հնարավորություն է տալիս դոստուպ ունենալ սկզբնաղբյուրի հետ էներգիա վերցնել եւ ունենք խնդիր այդ էներգիաները կառավարելու։ Այստեղ մենք պետք է իմանանք էներգիայի կառավարումը, որպեսզի մենք կարողանանք այդ էներգիան եւ պահեստավորել եւ ճիշտ կերպով ծախսել, որպեսզի մեր ֆինանսական կոդերը, հոսքերը սկսեն ակտիվանալ։ Եվ այստեղ շատ կարևոր է էներգիայի կառավարումը տալու, առնելու, կանացի, տղամարդու եւ հոգեվորի, նյութականի արժեքները հասկանալը եւ նաեւ կատարել վարժություններ, շնչառական վարժություններ։ Ես ուղղակի չգիտեմ, փառավորվում եմ, երբ որ մեր նազը հենց նոր սկսել է շնչառական վարժությունների կատարումը, հենց հիմա, հենց այս թվականին, 26 թվականին արդեն մենք պետք է սկսենք սովորել այդ վարժությունները կատարել, հսկա էներգիաները մենք կենսական էներգիայի նոր սկզբնաղբյուր ենք բացելու մեզ համար, այս էներգիաները այս թիվը ռեալիզացնելով եւ սա համարվում է ռեսուրս, այսինքն տիեզերքը մեզ տալիս է պատրաստի ռեսուրս այդ էներգիան ռեալիզացնելու եւ շնչառական վարժությունները մեզ շատ կօգնեն այդ գործը կատարելուն եւ նաեւ որպեսզի ֆինանսները ակտիվանան, անպայման ստեղծեք պրոդուկտ, դարձրեք պրոդուկտ, անպայման կատարեք գործ, իմացեք, ինչ էլ անեք, դուք ֆինանս կունենաք, ինչ ջանքեր էլ գործադրեք, դուք ֆինանս կունենաք։ Նրանք, ովքեր ունեն իրենց ծննդյան իրավունքով ռեսուրսային 8, նրանց հատուկ եմ ասում, դուք այս տարի պետք է մեկ նոր մակարդակի բարձրացնեք ձեր բիզնեսը, ձեր ֆինանսների ակտիվությունը, եթե դուք ունեք ինչ-որ մանր ձեռնարկություն, պետք է ավելի մեծ ձեռնարկություն ստեղծեք, եթե դուք ինքներդ ինչ-որ բան եք վաճառում, դուք պետք է խանութ բացեք, ուրիշը վաճառի, դուք անընդհատ արտադրեք կամ կառավարեք, անպայման պետք է մի level բարձրանալ, անպայման իմացեք, որ դուք կշահեք այս տարի, շատ կարևոր է։ Անցնենք հաջորդ թվին, տարվա տենդենցը 6-ն է, 2025-ին տենդենցը 5-ն էր, 5-ը ես եթե հիշում եք շատ ձայնայիններ եմ արել, վիդեոներ եմ արել, ինքնադրսևորման վերաբերյալ, 5-ի էներգիայի վերաբերյալ, թե ինչպես պետք է ինքնադրսևորվել ձայնի միջոցով, ձայն հանել, աշխարհին ասել քո մասին, քո ներքինը պրոյեկտել, քեզ ցույց տալ, քո մասին հայտնել, հա, քո ձայնը հանել եւ սա նշանակում է, որ քո մարմնով եւ քո ձայնով դու երևաս, ցույց տաս, որովհետեւ դու արդեն պետք է սովորեցնեիր, էտալոն լինեիր, դու պետք է փոխանցեիր գիտելիք, իմանայիր գիտելիք, սովորեիր։ Իսկ 6-ը
կոչվում է խոսքի ուժ։ Առաջին հերթին այդ ձայնը պետք է խոսք դառնա եւ ուժ դառնա։ Երկրորդ հերթին այն ինչ սովորել ենք եւ գիտենք, անպայման պետք է ռեալիզացնենք մեր կյանքում։ Այն պետք է դառնա մեզ համար վարպետություն, մասնագիտություն, աշխատանք, փողի կանալներ։ Եվ սա շատ կարևոր է, որպեսզի դուք իմանաք, թե ինչ է նշանակում խոսքի ուժ։ Այլևս ձեր աղոթքները, ձեր մանիֆեստները, ձեր մտադրությունները ավելի ուժ կունենան, որովհետև դուք ունեք նոր օգնական նիմբ, լուսապսակ, որը ձեզ համար կծառայի որպես անտենա, որով դուք կհաղորդակցվեք վերին ուժերի հետ եւ ձեր ձայնից խոսք կդառնա եւ խոսքը կհաղորդեք առաստված։ Այստեղ արդեն ավելանում է մանիֆեստացիայի ուժը, որի մասին ես արդեն քիչ հետո կխոսեմ։ Տեսնենք ինչն է հետո գալիս։ Ահա, լավ, պորտալների մասին հետո կխոսեմ։ Հիմա իմացեք, սիրելիներս, ինչքան կարևոր է, որ մենք կարողանանք այս բոլոր գիտելիքները մեր մարմնի ներսում իրագործենք, ինչի, որովհետև այսուհետ մեր մարմինը պետք է դառնա մեր բոլոր հաջողությունների, երազանքի կատարման, ամեն ինչի համար ակտիվ գործիքը, որովհետև մեր ներսում, մեր մարմնի ներսում պետք է մենք տեսնենք այդ բոլորը, զգանք այդ ամեն ինչը եւ ինչի, որովհետև այս թիվը ազդարարում է վիճակի ուժեղացնելու մասին, Այսինքն, եթե մենք առաջնորդվում ենք էմոցիաներով, եթե մենք ինչ-որ բաներ ենք անում, մենք պետք է ամեն ինչը վերածենք վիճակի, մեր վիճակն է ամեն ինչ որոշողը, մեր էմոցիան էմոցիա է, բայց էմոցիայի տակ մենք ոչինչ չենք կարող անենք, այդ էմոցիան պետք է վիճակ դառնա, նոր այդ վիճակում մենք կարող ենք որևէ բան անել։ Այսինքն, եթե մենք երազանք ունենք, ուզում ենք երազանքը կատարվի, մեր երազանքը չի կատարվի, եթե մենք այդ երազանքին համահունչ թրթիռը չունենանք եւ այդ վիճակը չապրենք։ Պատկերացնում եք, եթե մենք այսպես ուզում ենք մեր երազանքը իրականացնենք, ասենք, ենթադրենք ուզում ենք ամուսնանանք, բայց լքված լինելու վիճակից ենք մանիֆեստանում։ Մենք այդ վիճակից չենք ամուսնանա։ Դրա համար վիճակ, ամեն ինչը պետք է ստեղծի վիճակ, որպեսզի այդ վիճակին համահունչ մենք ստանանք ինչ ուզում ենք։ Վերջապես շատ կարևոր է վիճակը եւ մեր կոչումը։ Այդ մասին ես հետո կխոսեմ, այսօր այդքան ժամանակ չունեմ։ Դրա համար պետք է մենք կենտրոնանանք հենց այս ամենի վրա։ Վիճակ ստեղծելը շատ հեշտ է, շատ կարևոր է, ուղղակի պետք է նկատենք, մեր ուշադրությունը դարձնենք այդ վիճակին։ Օրինակ, եթե մենք ուզում ենք այսինչ բանը ստանալ, աղոթում ենք, որ ստանանք, մանիֆեստ ենք անում, հա, մենք պետք է հասկանանք, մենք ենթադրենք դա ունենք, հա, ասում ենք մենք դա ունենք։ Մանիֆեստը ինչ է, որ մենք ստեղծում ենք մտադրություն եւ հանձնում ենք տիեզերքին, որ մենք պատրաստ ենք դա ընդունելու, ուզում ենք դա կատարվի, պրեդապլատա ենք տալիս եւ ասում ենք, որ մենք կարող ենք դա ունենք, էմոցիան կրում ենք, բայց մենք պետք է վիճակը ստեղծենք։ Վիբրացիան վիճակ է ստեղծում, կամ վիճակն է ստեղծում վիբրացիան։ Ինչ մենք ուզում ենք բարձրաթրթիռ բան ենք ուզում, որովհետև մենք այս ցածր թրթիռում չունենք այդ բարձրաթրթիռ բան ենք ուզում։ Եթե մենք ուզենք այդ բարձրաթրթիռ բանը, պետք է ունենանք այդ բարձրաթրթիռ վիճակը։ Ահա այս մասին եմ ուզում ձեզ ասել եւ շատ կարեւոր էլի տեղեկություն ունեմ ասելու պորտալների մասին։ Ինչու եմ ես կարևոր համարում պորտալների մասին խոսելը, որովհետև մի կարևոր նորություն կա, մի կարևոր նորություն ունեմ այն մասին, որ եթե մենք խոսում ենք տարվա վիբրացիաների մասին, կամ անձնական վիբրացիաների մասին, կամ մոլորակային տարվա վիբրացիաների մասին, ապա նրանք նոր ժամանակներում ունեն պորտալների նշանակություն։
Հիմա եկեք ես ձեզ բացատրեմ ինչ է պորտալը։ Պորտալի մասին ես մեծ ձայնային էի արել, բայց չգիտես ինչու այդ ձայնայինը չէր ձայնագրվել։ Իսկ ես մտածել եմ ձայնագրվել է եւ տեղադրել եմ դաշտում, տեղադրել եմ մեր նոր կյանքում եւ տեսա, որ ընդամենը 17 վայրկյան է ձայնագրվել, բայց ես մի ամբողջ դասախոսություն եմ ներկայացրել պորտալների մասին, ես դա անպայման էլի կներկայացնեմ կամ կհանդիպենք, ես նորից այդ մասին կխոսեմ, բայց երկու բառով ասեմ, որպեսզի դուք իմանաք, թե ինչու եմ ես այսօր պորտալների մասին խոսում։ Նայեք, ուրեմն, երբ մենք գործ ունենք կրկնվող թվերի հետ, անընդհատ կրկնվող թվեր ենք տեսնում եւ աշխատում ենք այդ իմանանք թե ինչ է այդ թվերը, մենք ասում ենք, որ դրանք սինխրոնիզացվելու պահանջ են ստեղծում։ Դրանք բոլորը պորտալներ են։ Պորտալ են, ինչ է նշանակում պորտալ։ Պորտալը այն է, երբ գալիս է կանգնում ենք մի այնպիսի վիճակ, գալիս է մի այնպիսի վիճակ, երբ անցյալը, ապագան եւ ներկան կանգնած են մի հարթության վրա, միաժամանակ եւ այդ պահին կարելի է մեծ անցում կատարել սրանց միջև։ Այսինքն հեշտությամբ կարելի է անցում կատարել դրանց միջև եւ մեծ անցում կատարել, որը հենց ապահովում է արագ տրանսֆորմացիա եւ արագ անցման հնարավորություն է տալիս։ Ինչպես օգտագործել մեր օգտին։ Հենց նայենք այդ թվի վիբրացիային, հարց տանք մենք այդ թվի վիբրացիաներով։ Եթե մենք այդ տարվա վիբրացիաների վերաբերյալ կարողանանք ճիշտ գրագետ հարցեր տալ այդ հատկությունների վերաբերյալ, մենք ամեն մի հարցին պատասխանելիս կունենանք նոր ինսայթներ եւ մի անգամից կանցնենք նոր մակարդակի։ Եվ նույն ձևի նաև պորտալներն են կրկնվող թվերը, հայելային թվերը, նրանք կարող են եւ մոլորակային արժեք ունենալ եւ ունենալ հենց թվային արժեք։ Այսինքն ժամացույցի վրա միշտ նույն թվերը երբ որ լինում է, առաջինը սինխրոնիզացման ցուցում է, երկրորդը հենց տրանսֆորմացման միջոց է։ Այստեղ մենք պետք է առաջին հերթին տեսնենք, այս ինչը պետք է ավարտենք, ուր ենք ուզում անցնենք, ապա այդտեղ հուշում են թվերը, թե այս թիվը ինչ է նշանակում եւ որն է այդ որակը, որ մենք պետք է իրագործենք ուժեղ արագ կերպով տրանսֆորմացիա անցնելու համար։ Սա ուղղակի այդպես ասեմ, բայց պորտալների մասին ես երկար դասախոսություն ունեմ, որը ձեզ անպայման մի օր կտրամադրեմ կամ էլի կհավաքվենք, մենք այդ մասին կխոսենք։ Այսպես նույն ձևի տարվա կոդերը կրկնվող եւ հայելային թվերի նման ունեն պորտալների նշանակություն։ Ահա, ես ուզում եմ հիմա վերադառնամ, հետո մանիֆեստացիայի մասին կխոսենք, տեսնենք։ Այսքանը առաջին մասն էր, երեխեք ջան, ես ուզում եմ հիմա հարցերը քննարկենք, ես անպայման պետք է անջատեմ, որպեսզի